Ժամանակներում, երբ լեռներն էին անցնում ու ծիծեռիները խաղաղ շրջում էին, մի մարդ աշխարհով քայլում էր լույսի և սիրո ճանապարհով։ Նա հաց էր գտնում խոնարհների հետ, դուր էր տալիս ծարավներին, խոսում էր կյանքի և սիրո մասին։ Նա խաշվեց, բայց գերեզմանի քարը անգամ չկարողացավ պահել նրա լույսը։ Քրիստոս հարություն առավ և սերը ապրեց նորից։ Հարությունից հետո 40 օր շարունակ նա իր սիրելիների հետ էր։ Քայլեց իր սիրելիների կողքին, սովորեցրեց, զորեցրեց, օրհնեց։ Բայց երկրային տունն էր սպասում նրան բաց դռներով, և եկավ օրը, երբ նա պետք է վերադառնար, ոչ որպես հրաժեշտ, այլ որպես խոստում։ Խոստում գալուկ էր ինքար կորնստով և հավիտենականով։ 40 օր էր անցել Քրիստոսի հարությունից հետո, նա իր աշակերտների հետ էր, խոսում էր սիրով, խաղաղության և հավիտենականությամբ։ Ձեզ վրա Սուրբ Ոգին կիջնի, և դուք կլինեք իմ վկաները ամբողջ աշխարհում, և երբ նա օրհնեց նրանց, սկսեց բարձրանալ երկինք, լույսի մեջ կորելով։ Նրանք մնացին լուռ, բայց հավատովլի, քանզի նա խոստացել էր ճարկրտի։ Դուք ինչու եք նայում երկինք։ Նույն Քրիստոսը, ով ամրացվեց, նորից կգա զիզավ ու փառքով։ Եվ այսպես ավարտվեց Քրիստոսի երկնային ճանապարհը։ Բայց նրա սերը մնաց ապրելու մեր սրտերում, ամբարձումը մեզ հիշեցնում է, որ լույսի ճանապարհն է հավիտենականը։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու համբարձման տոնը։ Այն ոչ միայն եկեղեցական, այլև սիրո, մշակության ու հույսի տոն է մեր ժողովրդի համար։ Եկեք միասին ծանոթանանք այս տոնի պատմությանը, գեղեցկավարժներին ու խաղերին։ Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցիներում նշում են Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը։ Զատիկի ծուղի 40 օր հետո նշում է ամբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև վիճակի կամ կաթնապուրի տոն։ Հարությունից հետո Քրիստոսը օգուտ 40 օր շրջեց երկրի վրա, 40-րդ օրը իր աշակերտներին պատգամներ տալով ամբարձվեց երկինք։ Սերկրակավալ լինելով Սուրբ Զատկի հետ ամբարձման տոնը դասում է հայ առաքելական եկեղեցու սառնական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշում ենք տարբեր օրերից։ Այս տարի նշում ենք մայիսի 25 տարվից 40 օր հետո։ Եկեղեցական ամուսնությունից հետո տարածված է տոնը շարունակել, հետևելով ժողովրդական ավանդույթներին։ Տոնի ընթացքում խստորեն կանոնակարգված է ժողովրդական հանդիսությունների արտաքինությունը։ Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսում են ծեսի վիճակ նախապատրաստությունները։ Դրա պատճառով էլ տոնը հաճախ կոչվել է վիճակ։
Նույն չորեքշաբթի օր կանայքի պատիվ ծաղկավոր խուսափում են բազում աշխատանքներից, հույս ունենալով, որ նա հեռու կպահի իրենց երեխաների ծաղիկ և կարմրուկ հիվանդություններից։ Վիճակի հարուցնել համարում է ամբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը։ Ամբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին վառ, հատուկ կավի ծափոր և դրա մեջ լցնում էին 7 հապիկ, 7 բուրդյուն, 7 ծաղկից, 7 տերևծաղիկ, 7 հապիկ, 7 բուրդյուն, 7 ջա, այս ամենը միասին կոչվում է վիճակ։ Այս վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում են նաև իրենց աղջիկը։ Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում են վիճակի տիկնիկի Արուսին։ Հաջորդ օրը առավոտյան վիճակը տեղափոխվում է իշխանություններ անելու։ Աղջիկները խմբերով գնում են սարեր և բազմաթիվ ծաղիկներ հավաքում, այնուհետև այդ հավաքված ծաղիկներից ծաղկեպսակ էին հավաքում, որոնք ամբարձման տոնին նվիրում էին տոնի մասնակիցներին։ Աղջիկների նվիրած ջուրը լցնում էին խրոցից, որ յուղն ապակաս լինի։ Ծաղկեփուճը դնում էին ամբարի վրա, որ հաստ ապակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լցկան եզներին, իսկ իրենք ընտանիքի անդամների թվով մի փոքրիկ իր գցում վիճակի փարչը, իրենց բախտը գուշակելու նշան։ Ամբարձումը եկավ, ծաղկունքը արված ձգել են անդերն արշուտ գորգերով, փունջ աղջիկներ, սարեր ելան վիճակ անելու աշխույժ երգերով, թնդում են երգերը, խնդում են սրտերը, ու շուրջ բոլորանց վիճակ են հանում, լինում է մեկի իր երազը ու սերը, մնում է մյուսի մուրազով, մնում են սրտերում են մնում։ Թնդում են երգերը, թնդում են սրտերը, շուտ բոլորված վիճակ են անում, բայց դու տալիս վիճակը նորից թնդում ջանգուլում մատաղ սրտերից։ Դասենի գյուղերում հատկապես նախնական տղաները ծաղիկներով զարդարում են եզին։ Հայաստանի որոշ բնակավայրերում ծաղիկներով զարդարում են ամենակաթնատու կովին, ոչխարին, գառանը և հանդիսավոր պտտում գյուղի փողոցներով։ Ամբողջ գյուղը թնդում է։ Ամբարձման Կենդանուն պտտողին տալիս էին մթեր, որի դիմաց ստանում էին բարեմաղթանք։ Հայաստանում ամբարձման օրեր շատերը գնում են ծաղկևան։ Այնտեղ է գտնվում Վարվարեքույսի գերեզմանը։ Ավանդույթը պարունում է, որ Վարվարեքույսը քրիստոնյա լինելու համար հալածվել է օրկողի։ Նահատակությունից առաջ Տիրոջը խնդրել է, որ ծաղիկ հիվանդություն ունեցող երեխաների մայրերը իրենց հավաքելու համար գտնեն իր անունով բժշկություն։ Եվ այս ավանդույթը հիմք է հանդիսացրել, որ Արայի լրան լանջի ուխտաբերդը ուխտատեղին կոչվի ծաղկևանք։
Կանչումը երկով լսվեց անձրևներ մի հեքիաթ պատմեց ամեն ծառի շուրթից ծայք ասեն կյանքն է նորից բացվեց Դեղին արև կապուտ երկինք բացվում է գարունը իր գիրկը բոլոր ծառները արթնացած սիրով են լսնում մեր օրերը Վարդը բերեք, գույրը կոմենք, մանուշակի գույնը կոմենք Կակաշ դու կարմիր թերթի, զանգակ դու կապուտ թերթի Շուշան դու կերմակ երես, մեղակ դու անոշ դուր ես Դաշտում ջանգյուր ծաղիկ ծաղկեց արևի լույս դիվեր ձրքեց գույները նրդից գույնը մեղումից ջանգյուրն էր գալիս գանան հետ աղջիկները նրան գովում գլխներին յոսք են դնում ասումով ջանգյուրլունի ստեղծում լույսի բարիք ունի Դե եկեք փնջեր կապենք ջանգյուրլումին մասակցն կանաչ կարմիր կարում բացած աշխարհը ուրախ երկով լցած Խոնուր քնից թափեցին հողի տակից դուրս թափեցին Անուշահոտ թորոտ մորոտ ծաղիկները շողոչողը Ես խինդում բույն եմ հողի Սեն ու համբույն եմ հողի Առան սողի կից ծիծաղ սեստը տխուր է հողի Վիճակ վիճակ ծաղկավիճակ Շալե շաբիկ նախշուն կոճակ Եզան տարան տիրոջ դուրը Շապկին սապկին կարմիր նուրը Ջան ծաղիկ համբարձում Վիճակ վիճակ վիճակի չիչակ Բարդ մանուշակ ոսկի կոճակ Yes,
Լսեք, Այգի է, ծառն դու ես, ծաղի է, ծողը դու ես, ծողի կելույսերի մեջ, աննման շողը դու ես։ Ասեք ընկերսիս տիկել։ ամեն ինչի այնպես, Ուղաստված է կատարած է։